Так, հույսով եմ տեսնում եք դուք հիմա իմ էկրանը, տեսնում եք, так, աղջիկներ, Այո, երևում է։ հրաշալի է, նայեք աղջիկներ ջան, մենք մտնում ենք հիմա, ես իմ կաբինետում եմ, հեսա այստեղ տեսեք գրած է Քնարիկ Խաչատրյան, չէ, լիչնի կաբինետ եւ այլն, նայեք աղջիկներ ջան, մտնում ենք Партнёрство, այստեղ, партнёрство, ստեղ մտնում ենք մարքեթինգ պլան, կստати, ես հայերեն դնեմ, так, հայերեն, հայերեն մտա, նայեք, առաջնորդի եկամուտները բաժինը մտնում ենք ու տեսնում ենք, թե Այստեղ բացատրվում է ընկերության մարքեթինգ պլանն է, թե ինչի համար է ընկերությունը վճարում եւ այլն։ Հիմա ես այս ամբողջը արագ կտեղադրեմ նաեւ մեր Telegram-յան գրուպայում ձեր համար, որ դուք հետո ժամանակ ունենաք, նաեւ կարաք կարդաք այս ամեն ինչը։ Հիմա ես այս ամեն ինչը դες փորձել եմ բացատրել։ Так, копировать картину. Копировать картину. Այն ինչը որ ես հիմա դες բացատրել եմ, մի հատ կոպի արեցին, դրեցին նաև գրուպայում երեխեք ջան, որ դուք հետո մի հատ այս ուսուցումից հետո կարաք այս տեքստերը ձեր տետրում գրեք, Մինչև այս հատվածը ես դες հիմա բացատրելու եմ, ինչա նշանակում մարքեթինգ պլանը, տեսեք երեխեք ջան, ընկերությունը մեկ միավորի արժեքը 416 դրամ վճարման ժամանակ, 200 միավորից տալիս է մեզ 6%, այսինքն 200 միավորը ինքը հաշվելու է 6% եկամուտ, այսինքն այսպես բացենք մի հատ կալկուլյատորը, Կստати, մեր հայարփին ես չտեսա, հայարփի ջան, ստեղ ես դու։ Առավոտի ծիրիկուն ինձ գժվացրեց, ինքը չեկավ։ Գրեսոգրեմ, ինչի չես եկե հանդիպման, տակ։ Ոնց ենք հաշում, 200 միավոր անգամ 416 վճարման ժամանակ 416 անգամ 6% 4992 դրամ աղջիկներ ջան, այսինքն հիմա ես հաշվարկը ու բիզնեսը ձեզ բացատրում եմ հելնելով ֆիրմայի մարքեթինգ պլանից, եկամուտները ձեզ ես չեմ փոխանցում եւ ինձ իմ հովանավորը չի փոխանցում եկամուտը, բոլորիս վճարում է Faberlic-ը, ինչպես է վճարում Faberlic-ը բոլորիս, ինքը մեր անձնական կաբինետում, հեսա եկեք տեսնենք, հա, ոնց է լինում երեխեք ջան, Так, որ մտնենք անձնական կաբինետ, Так, ինչ է ինձ դուրս գցում իմ անձնական կաբինետից, Վայ, սայտը խնդիր ունի, ինձ դուրս, չէ, չգցեց, շատ լավ, մտնենք իմ կառույցը, հա, եկեք տեսնենք երեխեք ջան, այս պահը մի հատ պետք է տեսնենք, չէ, ակնառու, մտա իմ կառույցը, իջա ներքև մանրամասն ակնարկ ըստ կառույցի բոլոր խորհրդատուների, Եվ այստեղ, տեսեք, կարող եմ նայել առաջինգից, ում ես եմ գրանցել ու կարող եմ նայել ամբողջ կառույցը, ում գրանցել է իմ թիմը։ Կարող եմ նայել անձնական խումբ, որտեղ չկան տնօրեններս։
Հիմա տեսեք, եւ եթե գնանք ամենավերջ, ապա կտեսնենք իմ անվան տակ գրանցված մարդիկ։ Հիմա տեսեք երեխեք ջան։ Վերջ իմ գրանցումները, այսօր ես դեռ չեմ հասցրել գրանցում անել, վերջ ես 3 եմ ունեցել, 6 թե 7 գրանցում։ Այսքան մարդուն ես գրանցել եմ 3։ Հիմա տեսեք երեխեք ջան։ Մարդիկ երբ որ պատվերն ամ, օրինակ, իմ Շահրիկյան Արմինե, կստացի Արմինեն ես տեսած ցերեկը խմբում Արմինեն էստեղ է, հիմա հույսով եմ եկել է հանդիպման Արմինեն։ Կոպայում ես տեսա իրան ցերեկը։ Չէ, հիմա չկա հանդիպման։ Նայեք երեխեք, Արմինեն արելա զակաս, տեսեք իմ մոտ ցույց է տալի 11 միավոր, տեսեք 11 միավոր մարդը արելա պատվեր, հիմա եւ վճարել է այդ պատվերը։ Երբ որ ես մտնում եմ անձնական էջ, իմ անձնական էջը, եւ իջնում եմ ամենաներքևը, տեսեք ցույց է տալիս, որ իմ թիմում արդեն կատարվել է 5800 միավորի պատվեր։ Տեսեք, 5800 միավոր։ Այսինքն, ոչ միայն Արմինեն, այլ նաև իրա նման արդեն հարյուրավոր մարդիկ արել են այս կատալոգի սկզբից պատվեր ու իմ մոտ այս միավորը երևում է ու սրա համար, այս ամեն մի միավորի համար ֆիրման իրա մարքեթինգ պլանի համաձայն, այս մարքեթինգ պլանի համաձայն ինձ վճարելու է։ Այսինքն իմ կատարած աշխատանքը եւ ես եմ տեսնում, իմ отчетների, իմ հաշվետվությունների, իմ կառույցը բաժնում կամ իմ հաշվետվություններ բաժնում, ես կարող եմ նաեւ օրինակ 5 տարի առաջվա հաշվետվությունները բացել նայել։ Երևում է այստեղ չվճարված պատվերներ, տեսեք 2700 միավոր կա չվճարված պատվերների մեջ եւ այլն։ Այսինքն մեր մոտ թափանցիկ ձևի բիզնեսը երևում է, դու ինչ աշխատանք ես արել։ Ընկերությունը մեզ չի վճարում մեր գեղեցիկ աչքերի համար կամ նրա համար, որ մենք խորհուրդ ենք տվել, այլ մեր խորհուրդ տվածը գրանցվում է ծրագրում։ Այսինքն, երբ որ ես այդտեղ սեղմում եմ գրանցում եւ գրանցում եմ ձեզ իմ անվան տակ, այստեղ տեսեք բերում է խորհրդատուի համարը, սա իմ լոգինն է, խորհրդատուի ուսուցչի անունը, իմ անուն ազգանունն է։ Երբ որ ես իմ անվան տակ մարդ եմ գրանցում, իր պատվերներից միավորները հավաքվում է իմ անձնական կաբինետում եւ ընկերությունը ըստ մարքեթինգ պլանի, ըստ այս մարքեթինգ պլանի ընկերությունը ինձ վճարում է։ Պարզ է։ Հիմա վերադառնանք նորից այդտեղ Հիմա նորից վերադառնանք ստեղ ընկերներ ջան։ Նայեք աղջիկներ։ Այստեղ։ Երբ որ դու գրանցեցիր մարդ քո անվան տակ, ինքը արեց պատվեր, դու մարքեթինգ պլանով ստացար 3%, հետո 6%, հետո 9%, հետո 23%, հետո եւ այլն եւ այլն։ Այստեղ ինչ որ ծառօրինակ կամ վախենալու, կամ ռիսկային, կամ գիտեք ոնց ես էլի եմ ասում, ձեզ կարող են մարդիկ շատ բաներ ասել, բայց դուք կարող եք վստահ լինել ձեր բիզնեսի վրա, եթե դուք գիտակից եք։ Այսինքն, եթե դուք գալիս եք հանդիպումների, սովորում եք, հարցեր եք տալի, նորմալ է, որ մարդը կարող կասկածի, ասի, գիտես, Քնարիկ ջան, ես եկել եմ այս բիզնես, բայց ես լիքը կասկածներ ունեմ։ Դա ավելի լավ է ու ավելի նորմալ է, քան եթե մարդը ինքը իր, ասենց ասեմ, իր սեփական կասկածները չի հաղթահարում, իր գիտելիքների վրա չի աշխատում, ու հետո մեկը գալիս է մի հատ մարդ, ով вообще անտեղյակ այս բիզնեսից, ասում է, «Դա ամեն ինչ սուտ է, դա փող չկա, այդ բիզնեսում հնարավոր չի փող աշխատել եւ այլն եւ այլն»։ Այսօր իմ տնօրենների խմբում էլ հաշվետվություններս դրեցի, ցույց էի տալի աղջիկներին, ասում էի, նայեք երեխեք, անցած կատալոգ չեմ հիշում 50 կամ 60 հոգի գրանցել եմ բիզնեսում, ճիշտ է, բոլորը չեն արապատվել, բայց միայն 400 միավոր
իմ գրանցումների հաշվին իմ միավորները աճել էր։ Միայն զուտ իմ գրանցումների հաշվին, հա, չհաշված իմ թիմի անդամները ինչքան են գրանցել։ Բայց ես ինչ եմ ուզում ասել դրանով, որ պատկերացրեք, որ 400 միավորը իմ ստատուսի չէ, որ ես տնօրեն եմ եւ ավելի բարձր ստատուս ունեմ, հետեւաբար ես 23%-ով եմ վարձատրվում ֆիրմայից։ Այսինքն միայն իմ անցյալ պերիոդի 21 օրվա աշխատանքը իմ եկամուտին, սովորական իմ եկամուտին ավելացրեց 38,000 դրամ։ Պատկերացնում եք, դուք գնում եք գործի, մի ամիս աշխատում եք ու ձեր աշխատավարձը 38,000-ով աճում է։ Պրոստը պատկերացրեք։ Կարա տենց բան լինի, օրինակ վարձ աշխատանքի մեջ։ Բայց դա կարա լինի բիզնեսում, այսինքն դուք ձեր աշխատասիրությամբ կարող եք ձեր մի կատալոգի եկամուտը ավելացնեք 30,000-ով, իմ մոտ եղել է նույնիսկ 100,000, այսինքն պրոստը աշխատում ես ու կատալոգից կատալոգ քո եկամուտը 100,000 կամ 30,000 կամ մի դեպքում 50,000 աճ է տալիս, քո եկամուտը աճում է այդքանով։ Մի կատալոգում 21 օրում։ Իմ դեպքում իհարկե այդտեղ ֆակտորը արագ աճի կանոնը նրանում, որ իմ տոկոսը բարձր է, ես արդեն 23%-ի վրա եմ, որովհետև տոկոսները բարձրանում ըստ միավորների աղջիկներ ջան։ Այսինքն 100 միավորից գալիս է 3%, 200 միավորից 6%, 600 միավորը 9%, 1000 միավորը 12%, 2000 միավորը 19%, 3000 եւ ավել միավորը 23%։ 3000 միավոր եւ ավելը 23%, այսինքն 3000-ից հետո քո 23%-ը պահպանվում է, այսինքն դու կարող ես գրանցել 100-ավոր մարդկանց քո անվան տակ բիզնեսում եւ քո թիմի անդամները նույնպես երբ որ գրանցում են մարդկանց բիզնեսում, այս մարդիկ երբ որ իրանք են գրանցում, բոլորի միավորներից է քեզ գալիս եկամուտ։ Նաև, այսինքն ոչ միայն քո գրանցումների միավորներից է քեզ գալի տոկոս, այլ քո գործընկերների գրանցումներից է քեզ գալիս տոկոս։ Այսինքն դուք նոր տեսակ, ես օրինակ այնտեղ ցույց տվեցի։ Մեր Լիլիթը ստեղ չի, որ ինձ գրում է Լիլիթ ջան, արևս մենք հանդիպումից հետո, եթե քեզ հարմար է չես քնի, քո պատվերը միասին կանենք, հա? Ես քեզ կսովորացնեմ, դա ոնց են անում։ Տեսա քո նամակը, որ WhatsApp-ով ինձ գրեցիր արևս։ Եթե չես քնելու, կարանք հանդիպումից հետո անենք, պրոբլեմ չի, իմ մոտ ես 2 ժամ ձեզանից հետ եմ, իմ համար հեշտ է հանդիպումից հետո հենց ինչ-որ բան անել, ես չգիտեմ ոնց։ Այսինքն պատկերացրեցիք ոնց է լինում երեխեք թիմը միավորները անընդհատ կարելի աճացնել եւ սեփական գրանցումների շնորհիվ եւ թիմային գրանցումների շնորհիվ, այսինքն քո պարտներների գրանցումները, օրինակ հիմա Ռիման էստեղ է, բայց Ռիմային ես չեմ գրանցել, Ռիմային գրանցել է Աննան, բայց Ռիմայի միավորներից ինձ նույնպես տոկոս է գալու։ Չնայած իրան ես չեմ հրավիրել, բիզնես իրան հրավիրել է Աննան։ Պատկերացրեցիք ոնց է աշխատում երեխեք բիզնեսը։ Այ որ մենք ասում ենք անսահմանափակ աճելու հնարավորություն բիզնեսում, մենք այդ մասին ենք խոսում, որ դու կարող ես ամիսների ընթացքում, օրերի ընթացքում, տարիների ընթացքում հրավիրել տասնյակ ու հարյուրավոր մարդկանց բիզնես։ Դե եթե դու օրինակ պարզավոր մի օրում դու չես հրավիրի 1000 հոգի բիզնես, բայց օրինակ մի տարում 2 տարում, 3 տարում, չէ, պատկերացրեցիք գաղափարը ոնց է, բիզնեսը ոնց է աճում։ Կանթա դու կարող ես իրան աճացնես։ Աղջիկներ ջան, կստացի մեր Սուսան Բանդուրյանն է այսօր մեզ միացել։ Սիրելի Սուսաննա Բանդուրյան, ողջույն, բարի երեկո։ Դու կարող ես մեզ միանալ։ Բարի երեկո ձեզ։ Ողջույն, աղջիկներ, տեսեք ինչ հաճելի անակնկալ։ Մեզ միացել է իմ շատ սիրելի գործընկերուհի Սուսաննա Բանդուրյանը, տնօրեն բիզնես նախագծում, բազմազավակ մայրիկ, հաջողակ մարդ։ Սուսաննա ջան, եթե եկել ես, առիթը օգտագործեմ ու քեզ մի քանի հարց տամ։ Սիրով քնարիք ջան։
Որպես նախաբան շատ կներես ասեմ, որ այստեղ ովքեր որ գտնվում են, ձեզ մեծ հաջողություն է անձեռվել, որ դուք հենց Քնարիկ Խաչատրյանի թիմում եք գտնվում, որովհետև իմ ավագ նաստավնիկն էլ Քնարիկ Խաչատրյանն է եղել, ով ինձ օգնեց, որ մի տարվա ընթացքում տնօրեն դառնամ, ինչի համար անչափ շնորհակալ եմ Քնարիկ Խաչատրյանին։ Մնացածը հետո կասեմ Քնարիկ ջան, դու հարցը ուղղի, ես կպատասխանեմ սիրով։ Սուսաննա ջան, քանի որ այստեղ ես իմ թիմի աղջիկները ինձ շատ են լսել, իմ հետ շատ են շփվում, բայց ինձ թվում է կարելի է որ այսօր նաև լսեք մի ուրիշ չէ, տենց է, երբեմն մի ուրիշ մեկը մի բան ասում է, ասենց քմոտ ավելի լավ է դա տպավորվում եւ այլն։ Սուսաննա ջան, որ խնդրեմ, կասես մեր աղջիկներին օրինակ, այստեղ ովքեր որ կան, շատ քիչ մարդիկ կան, որ դեռ պատվեր չեն արել, հա, կան նորեկներ, որոնք 3 կամ 3-4 են գրանցվել, դեռ չեն հասցրել պատվեր անել, բայց հիմնականում սաղ աղջիկները պատվեր արել են, նույնիսկ բիզնես միլիոն խմբում կան, մեծամասամբ այստեղ աղջիկներից, հա։ Ինչ խորհուրդ կտաս դու այսօր ամենաակտուալ, հա, հնարավորությունը բիզնեսը զարգացնելու որն է, որ դու կարես ռեալ այդ գործողությունը, դու ռեալ կպնես այդ գործողությունը անես։ Ահա, շատ լավ հարց է, Քնարիկ ջան, տեսեք աղջիկներ ջան, իրականում միջև նախագիծ գալս, ես արդեն 6 տարի ցանցային բիզնես եմ անում Faberlic ընկերության հետ, միջև նախագիծ գալս, ես էլ բոլորի նման ունեցել եմ իմ ֆավորիտ ապրանքները, օգտվել եմ իմ սիրելի խանութներից, հատկապես դեմքի խնամքը ինձ համար շատ կարևոր էր եւ ունենալով 4 մաշկ հատուկ խնամքներից էի օգտվում ու իդեպ միշտ դրսից էի պատվիրում, որովհետեւ այստեղ տարատեսակ միջոցներ էի փորձում, բայց միշտ իմ մաշկը չոր էր լինում, իմ համար խնդիր էր դարձել դեմքի խնամքը ու երբ որ միացա նախագծին, իդեպ ասեմ, որ ես շատ մերժումներով եմ միացել, բայց երբ որ այսպիսի սեմինար էր, բայց արդեն կենթանի տարբերակով Քնարիկ Խաչատրյանի գրասենյակում ինձ հարազատ քույրս է հրավիրել, իդեպ ինքը նոր էր նախագծում, ինքը ինձ անդադ այսպես հրավիրում էր, ես իրեն անդադ մերժում էի, ինքը ավելի համար գտնվեց, ինձ մի օր կենթանի սեմինարի հրավիրեց, Կեբյան 7 գրասենյակում, որտեղ մենք շատ հաճախ ենք սեմինարներ անում, ամեն Կիրակի մեր մոտ սեմինար էր լինում ու ամեն սեմինարից հետո ես շատ ոգևորված, ոգեշնչված տուն էի գալիս ու ինձ մոտ առաջընթաց էր լինում բիզնես ոլորտում։ Այդպես հենց այսպեսի կենթանի սեմինարից հետո ինձ մոտ կարելի ասել սառույցը ճեղքվեց ու լիովին իմ պատկերացումները փոխվեցին ցանցային բիզնեսի հետ կապված, քանի որ ես ինձ համար մի նոր բան բացահայտեցի, մինչև այդ ինձ թվում էր Faberlic ուղղակի ապրանքները ռեալիզացնելու, վաճառելու, հա, վաճառքների հետ կապված աշխատանքա ու ես անգամ չէի լսում, երբ որ ինձ առաջարկում էին եւ քույրս էլ քանի որ նոր էր եւ փորձ չուներ դեռ, նոր էր, փորձաշրջան էր ասում, հա, այսպես ասած, ինքը ինձ ուղղակի ասում էր արի գրանցվի իմ թիմում ու այսպես ոնց որ ժպիտով էլ ասում էր, ես կատակ եմ միշտ տալիս, անգամ այսպիսի արտահայտություն է անում, ասում եմ ես ուր Faberlic-ը ուր, նշեմ որ դրանից առաջ մոտ 20 տարի ավանդական բիզնեսներ ենք ունեցել ամուսինս հետ ու ավանդական բիզնեսից ենկом ես չէի պատկերացնում, որ ինչ-որ այլ տարբերակ կա գումար աշխատելու on-line հարթակում եւ այդպես օֆլայն սեմինարից հետո ինձ մոտ լրիվ փոխվեցին իմ այդ կարծրատիպը ցանցային բիզնեսի հետ կապված, որտեղ Քնարիկ Խաչատրյանը մարքեթինգ պլան էր բացատրում, գրատախտակի վրա թվեր էր գրում, ես այդ թվերը նայում էի, միլիոնի հասնում էր, հա, ու այն որ աշխատանքը ինքը օրինական էր, դա ինձ համար շատ կարևոր նախապայման էր, եւ մի նախադասություն ինձ շատ ոգևորեց ու ոգեշնչեց, որ եկամուտները այստեղ անսահմանափակ են, ինչքան շատ ժամանակ տրամադրեք աշխատեք, ինքան շատ գումար կստանաք, դա ինձ շատ ոգևորեց ու ոգեշնչեց, հենց նույն օրը ծանոթացա մեր նախագծի հաջողակ կանանց հետ, ովքեր այդ ժամանակ արդեն տնօրեններ էին, պատմում էին իրենց հաջողությունների մասին, իրենց ձեռքբերումների մասին, ոնց են ճանապարհորդել հենց մեր բիզնեսի շնորհիվ, մեկը տուն էր գնել, մյուսը ավտոմեքենա էր գնել, ու ես այնքան ոգևորված ու ոգեշնչված էի, հենց այդ օրը վերադարձա տուն, քանի որ ամիջական նաստավնիկս քույրիկս էր, իրենից նյութեր խնդրեցի, հենց առաջ օրը ես մինչև գիշերվա ժամը 4-ը երևի մի 3-4 նյութ եմ լսել, մոտս գրառում եմ արել, մի 8-10 էջ գրել էի մոտ,
Ու ես հասկացա մի շատ կարևոր բան, որ բիզնեսում հաջողելու համար դու պետքա նվիրվես քո խանութին, որովհետև տեսեք աղջիկներ, միշտ օրինակ եմ բերում, որ եթե դու ունես քո հացի փուռը, դու քո հացը կառնես քո փռից, չէ՞, չես գնա ուրիշի փռից առնես։ Հենց այդ օրվանից դա ինձ համար սկզբունք դարձավ ու նաև դարձավ իմ բիզնես, հաջողակ բիզնես ստեղծելու գրավականը, որ ես իմ ողջ գումարը, ինչը որ ինձ պետք է, ծախսեմ հենց իմ օնլայն խանութում։ Այսինքն, տեսեք, ես 6 տարի շարունակ անգամ մի հատ օճառը ուրիշ խանութներից չեմ առնում, առնում եմ լրիվ իմ օնլայն խանութից, դե այն ինչը որ չկա մեր օնլայն խանութում, բնականաբար արդեն առնում եմ այլ կամ կայքերից կամ օֆլայն խանութներից, բայց այն ինչը որ կա մեր օնլայն խանութում, ես 100%-անոց հաճախորդ եմ դարձել հենց մեր խանութի։ Սկզբնական շրջանում ինձ համար էլ շատ դժվար էր, ու դրա համար ես միշտ հետևում էի մեր օնլայն աշխատանքային խմբերին, որտեղ որ պրոդուկտի հետ կապված կարտիկներ էր տեղադրվում կամ գրառումներ էր, հետևում էի իմ գործընկերներից ով ինչա գնել, ինչից է գող, ու ես միշտ իմ մոտ նշումներ էի կատարում, որ պատվերի ժամանակ անպայման ինչը որ ինձ պետք է, հա, այդ տվյալ ապրանքատեսականներից, հենց այդ ապրանքատեսականներից գնեմ։ Ի զարմանս ինչ, երբ որ առաջի անգամ ստացա պատվերս, չի պատկերացնում, որ գող այդ կարգի գող կմնամ ապրանքատեսական, որտեղ մինչև նախագիծ գալիս ես ընդհանրապես ծանոթ չէի ապրանքատեսականում, ընդամենը մի հատ գազօջախ մաքրելու միջոց է ինձ համար ծանոթ, եւ կարծես թե մի հատ թարթչաներկ, որը որ push-up, հա, այն ժամանակ push-up այդպես էր կոչվում, դեմքիս խնամքի հետ կապված առաջի խորհրդատվությունը Քնարիկ Խաչատրյանից եմ ստացել, ասի որ քնաճ ճիշտ ասած, չգիտեմ, կասկածում եմ, հա, որ ինչ որ միջոց կլինի, որ իմ դեմքի համար լավ կլինի, որտեղ դեմքս հատուկ խնամքի կարիք ունի։ Քնարիկ Խաչատրյանը օգտագործեց հենց իր միջոցից, բարձր որ իր մաշն էլ չորեր այդ ժամանակ ու ինքը հենց այդ միջոցից շատ գոհ էր։ Դեմքի խնամքի հավաքածու էր գիշերային, ցերեկային իր մաքրող միջոցներով, եւ աղջիկներ ջան, պատկերացրեք, որ ես ապշած էի մեր ապրանքատեսականում որակից, եւ գնալով էլ ավելի շատ էի սիրում մեր ապրանքատեսականին ու անընդհատ իմ գնումների շրջանակը մեծացնում էի, եւ ես ձեզ հավաստիացնում եմ, եթե դուք ձեր գնումները, ինչը որ ձեզ անհրաժեշտ է, առնեք հենց ձեր օնլայն խանութից, անգամ 50 բալը շատ քիչ է։ Տեսեք, ես արդեն վաղուց 100 բալի պատվեր եմ անում ու այդ վաճառ կացեմ, որ ընդհանրապես չեմ անում, իմ գրանցվածից կորբանից անգամ մի կտոր ապրանք չեմ վաճառել, այդ ապրանքատեսականներ լրիվ գնում եմ իմ ընտանիքի անդամների համար, որտեղ մենք ընտանիքում 5 հոգի ենք, նաև բացի մեր տան խնամքը ապահովելուց, դե գիտեք, ամեն ինչ կա, վիտամինների մեծ տեսականի կա, ես ինքը շատ եմ սիրում մեր բադերը, տարատեսակ են մեր բադերը, պարբերաբար օգտվում ենք, ես կուզեի, որ շեշտը դնեիք հենց մեր բադերի վրա, որովհետև շատ մաքուր են, սերտիֆիկացված են մեր բադերը, կարծում եմ գիտեք այդ մասին, եւ տեսեք իրենք շինանյութ են հանդիսանում, ավելի լավ է դուք հենց սկզբից հիմնավորեք, հա, այսպես ասած շինանյութով լցնեք ձեր առողջությունը, քան հետո դեղերի գումար տաք, լավ ուսումնասիրեք մեր բադերը, օգտվեք մեր բադերից, ու այդպես իրելիներ, բացի իմ տան գնումներից, ես նաև նվերները իմ հարազատների համար, դա կլինի ծնունդ, 1 ամսյակ, նոր տարի, այդ ամբողջ ապրանքատեսականին հենց իմ օնլայն խանութից եմ գնում եւ նվերներ տալիս եւ իմ հարազատ բարեկամները շատ գոհ են մնում։ Հագուստի տեսականներ, գիտեք ինչքան լավն է, որակյալ է, տարբերվող է, բարձրակարգ է։ Նվերներն էլ անում եմ հենց բացառապես մեր հագուստներից եւ բոլորը շատ գոհ են մնում։ Այնպես որ սիրելիներս, տեսեք մի հատ ես ինքս երբ որ նոր էի նախագծում, մի հատ փայլուն խորհուրդ լսեցի Մարիանա Օմարովայից, ես անգամ իմ տեքստի մեջ գրառում արեցի եւ դա դաջվել էր իմ գլխի մեջ, որ եթե դու ուզում ես հաջողակ բիզնես ստեղծել, նախ առաջինը դու պետքա սիրես, վստահես քո պրոդուկտին, որովհետև տեսեք մեր բիզնեսի հիմքը հենց մեր պրոդուկտն է կազմում, պետքա նվիրվես քո պրոդուկտին, նաև պետքա վստահես, սիրես ու գնահատես քո նաստավնիկին, ով քո ձեռքը բռնած պետքա քեզ տանի քո նպատակները, եւ նաև պետքա վստահես, սիրես քո ընկերությանը, իսկ մեր ընկերությունը բազմիցս ապացուցել է իր վստահությամբ, հա, որպես վստահելի ընկերություն, որտեղ 26-27 տարի լինել օնլայն հարթակում եւ անընդհատ աճել, զարգանալ, ծաղկել, դա իսկապես ձեռքբերում է սիրելիներս։ Այնպես որ գնահատեք ապրանքատեսականին, վստահ եմ, որ դուք էլ երբ որ օգտվեք, դուք էլ իմ նման կսիրեք ապրանքատեսականին, կդառնաք նվիրյալ հաճախորդ եւ դա կհանդիսանա հենց ձեր հաջողակ բիզնես ստեղծելու առաջի գրավականներից մեկը։
Սուսաննա ջան, մի հարց կարելի է։ Իհարկե։ Դու եկար բիզնես, դու ինքդ բավականին դժվար եկար, ես էլ եմ հիշում, Անուշիկ ասաց, որ իմ քուրը չի ուզում զբաղվել ցանցային մարքեթինգի բիզնեսով։ Ինչու դու չէիր ուզում զբաղվել ցանցային բիզնեսով։ Ահա, իրականում շատ լավ հարց է, Քնարիկ ջան, քանի որ ինձ մոտ կար անվստահություն on-line աշխատանքների հետ կապված, հետո ես լուրջ չէի վերաբերվում on-line աշխատանքներին, եւ քանի որ ինչպես նշեցի, ավանդական բիզնես ենք ունեցել, ես չէի պատկերացնում, որ on-line տարբերակով կարելի է բիզնես ստեղծել։ Եվ տեսեք, իրականում ասեմ նաև 4 մասնագիտական կրթություն եմ ունեցել, չնայած ամուսինս ինձ չի թողել ոչ մի տեղ աշխատել իմ մասնագիտական կրթություններով, մենք մեր բիզնեսն ենք ստեղծել, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետև ինքս բնավորությամբ ըմբոստ եմ եւ չեմ պատկերացնում, որ իմ գլխին վերադաս լիներ, ես ինչ-որ մեկի մոտ աշխատեի որպես վարձու աշխատող, ու այդպես իմ մոտ արդեն իսկ արմատավորվել, հիմնավորվել էր, հա, բիզնես ունենալու այդ գաղափարը եւ բիզնես լեդի, հա, այսպես ասած մտածելակերպը Եվ երբ որ ես տանը մնացի, ու ինչի սկսվեց բիզնես գալը, on-line բիզնես գալը, վիրահատություն պետք է տանեի, առողջական խնդիրներ կար, ու այդպես տանը պետք է մնայի, բայց քանի որ ինչքան հիշում եմ, ես միշտ աշխատել եմ, միշտ իմ սեփական գումարն եմ ունեցել, ֆինանսապես կայացած եմ եղել ու երբեք ամուսնուս փող չեմ վերցրել, ու երբ որ տանն էի մնացել, բնականաբար արդեն պետք է ամուսնուս վերցնեի, դա ինձ համար շատ դժվար էր ամեն անգամ իրենից գումար վերցնելը, եւ ես ինքս on-line աշխատանքի այդպես փնտրում, բայց դե բոլորի մոտ կարծում եմ կա այդ միֆը, հա, on-line աշխատանքների հետ կապված, բայց ես հետո հասկացա, որ դա ինձ մոտ ինֆորմացիայի պակասից է։ Երբ որ սկսեցի լավ ուսումնասիրել ցանցային մարքեթինգը, որովհետեւ տեսեք հիմա համացանցը շատ մատչելի եւ հասանելի է եւ կարելի է յուրաքանչյուր ցանկացած հարցի պատասխան գտնել հենց համացանցի միջոցով, եւ ես տեսա հնարավորություն հենց Fabric ընկերության հետ ցանցային բիզնես անելու ուղղությամբ, եւ ես ուղղակի որոշում կայացրեցի հաջողել այս նախագծում, իսկ իրականում տեսեք հաջողությունը դա ընտրություն է, մարդիկ նա որոշում, ինքը ուզում է լինի հաջողակ, թե ինքը ուզում է լինի անհաջողակ ու անընդհատ մեղադրի բոլորին, բոլորը մեղավոր են բացի իրենից, բայց իրականում շատ կարևոր է, երբ որ դու պատասխանատվությունը քո վրա ես վերցնում եւ քո ցանկացած խնդիրներում դու ինքդ քեզ ես մեղադրում, որ գտնես, հա, պատճառը, այն ինչու չի հաջողում քո կյանքը, չէ՞ որ մեր կյանքը հենց մեր ձեռքերում է, բոլորից հավասար տրված է հնարավորություն, ուղղակի մենք պետք է որոշում կայացնենք, մենք ուզում ենք օգտագործել այդ հնարավորությունը, չէ՞ որ յուրաքանչյուրից մեջ պոտենցիալ կա ու մենք ուղղակի պետք է բացահայտենք այդ պոտենցիալը, որպեսզի կարողանանք լինել հաջողակ։ Սուսաննա ջան, մի հարց էլ տա։ Երբ որ դու եկար բիզնես, ճիշտ է, դու չէիր հավատում եւ չնենց ստացվում, որ ուսումնասիրեցիր, հա, համացանցը, քրոջդ ասած եկար սեմինարի, ապես լավ արեցիր, տեսար, բայց դու եկար բիզնես ու երբ որ դու էիր մարդկանց հետ խոսում on-line բիզնեսից, ցանցային բիզնեսից, դու էլ էիր հանդիպում քո նման այսպես անհավատ մարդկանց, ովքեր ասում էին հավանաբար, քեզ չէ, թե դու ում ասել ես բոլորը եկել են բիզնես։ Ոնց ես, օրինակ, դու կառուցել քո բիզնես, ինչպես ես դու թիմ ստեղծել, չէ՞ որ շատ-շատերը հավանաբար քեզ ու քո առաջարկը լսելով նույնպես մերժել են, ասում են, որ չէ։ Որպես նախաբան ասեմ, քննադեմ, որ ես առայսօր էլ հանդիպում եմ մերժումների, նու բնականաբար եթե ես ասեմ էլ տնորեն, ապակ տնորեն եմ, ոչ մեկ չի պատկերացնի դա ինչ է, ու ինչպիսի գումարներ եմ ես աշխատում, եւ մերժումները դրանք նորմալ են։ Սկզբնական շրջանում ես բազմաթիվ մերժումներ էի լսում, նախ ասեմ, որ հենց եկել եմ նախագիծ, սկսել եմ տաք շուկայից, ես հենց այդ օրը ոգևորված եւ ոգեշնչված այնքան շատ զանգեր արեցի իմ ծանոթների։ Տաք շուկան։ Ահա, տաք շուկան մեր ծանոթների շրջանակն է, բարեկամ, ընկերուհի, հարազատ, ընկերուհի, հորքուրի աղջկա ընկերուհի են մարդկանց, ու անգամ մենք մի անգամ տեսել ենք, շփվել ենք այդ մարդկանց, այդ մարդիկ ասում են մեր տաք շուկան, ես հենց առաջի օրը ոգևորված եւ ոգեշնչված սկսեցի զանգեր անել,
եւ բազում ոչեր ստացա, շատ նեղվեցի, կարելի ասել հիասթափվեցի, որովհետեւ տեսեք, ես դեռ չէի հասել բրոնե ժիլետ հագնել, մենք դրան բրոնե ժիլետ ենք ասում, երբ որ դու պետք է պատրաստ լինես բազում ոչեր լսել, որովհետեւ ինչպես ասում են, բիզնեսը բոլորի համար է, բայց ոչ բոլորն են բիզնեսի համար։ Զանգեցի իմ նաստավնիկին, շատ նեղված, նեղսրտված, Քնարիկ Խաչատրյանն այդ պահին զանգեցի, ասեցի, գիտես, Քնար ջան, ես այնքան նեղված եմ, այնքան հիասթափված եմ, ասեց, ինչ է եղել, ասի, դե որովհետև ես այսօր այնքան շատ մարդկանց եմ զանգել իմ ծանոթների շրջանակից ու բոլորը ինձ չեն ասել, ասեց, իսկ դու բիզնես պրեզենտացիա ունես գրած, ասի, չէ, ինչ բիզնես պրեզենտացիա, ու բացատրեց Քնարիկը, որ ես պետքա բիզնես պրեզենտացիա ունենամ գրած, ինչա բիզնես պրեզենտացիան, իրենից ներկայացնում գլոբալ առումով բիզնես պրեզենտացիան իրենից 4 կետ է ներառում, հա, ինչ բիզնես է սա, ինչ պետք է անել, ով ձեզ պետք է օգնի եւ ինչպիսի գումարներ կարող եք աշխատել։ Եվ ինձ այդպես ուղղություն տվեց, նյութ տվեց, որ ես դրա հիման վրա իմ բիզնես պրեզենտացիան կառուցեմ, ասեց անպայման կգրես տետրի մեջ, լավ կպարապես, լավ ասեց։ Ու ասեց, սրանց հետո երբ որ առաջարկ ես անում, կարդալով կանես այդ առաջարկը, ասեց, բայց այնքան սաղ որ մարդը չհասկանա, որ դու կարդում ես։ Միջև որ դու արդեն կվարպետանաս։ Ես հենց այդպես էլ արեցի, անջատեցի անմիջապես, լսեցի, սկսեցի գրի առնել ու արդեն իմ ձեռքի տակ կար բիզնես պրեզենտացիա։ Իհարկե բիզնես պրեզենտացիայից հետո էլ այնպես չէր, որ ես զանգում առաջարկում եմ, բոլորը ասում են, հա, համաձայն եմ, բայց ինչքան շատ էի ասում բիզնես պրեզենտացիան, այնքան իմ մեջ վստահություն էր առաջանում։ Եվ գիտեք, հետո ճիշտ է, սկզբնական շրջանում ես շատ էի նեղվում, երբ որ ինձ մերժում էին, ես մտածում եմ, որ դա իմ անձն են մերժում, վիրավորական է ինձ համար սկզբնական շրջանում, բայց հետո հասկացա, որ դա նորմալ է։ Մարդիկ մերժում են, որովհետև կա երկու պատճառ, նախ մարդը դադարել է երազել, երկրորդն էլ ուղղակի մարդը չհասկացավ իրեն ինչ ասեցի, դա զուտ ինֆորմացիայի պակասից է եւ իմ նման շատ շատերը, ոնց որ ես էի միջև այդ շատ շատերին մերժում, մարդիկ մերժում են, բայց ես հասկացա մի բան, որ պետքա շատ մարդկանց առաջարկեմ, ու այդ շատ մարդկանց մեջից պետքա գրանցումներ անեմ։ Իհարկե սկզբնական շրջանում միգուցե զանգեի մի 50 հոգուց մի հոգին համաձայնվեր, բայց երբ որ ժամանակի ընթացքում ես ավելի ինքնավստահ դարձա, որտեղ տեսեք այնքան կարևոր է, նախ ինքդ քեզ դու հրավիրես բիզնես, հա, ինքդ քեզ պրեզենտացիա անես, որովհետև ինչպես ասում են, կարևոր չի թե ինչ ես ասում, կարևորը թե ոնց ես ասում։ Եթե դու անորոշությամբ ես ասում, կասկածելով ես ասում, դիմացիդ մարդուն չես կարողանում համոզել, նախ դու ինքդ չես հավատում քո ասածին, բայց երբ որ դու արդեն ինքնավստահ ես, իսկ ինքնավստահությունը գալիս է, երբ որ դու նյութերը ուսումնասիրում ես, ավելի շատ բան ես իմանում ընկերության, բիզնեսի հնարավորությունների մասին, այ մենք ունենք մոտ 25 կետեր, որոնք որ յուրաքանչյուր բիզնես պարտներ պետք է տեղեկացված լինի, հա, առավելությունների եւ հնարավորությունների մասին է խոսքը, եւ երբ որ դու տեսնում ես, որ գտնվում ես նման հզոր ընկերությունում եւ դու մարդկանց ոչ թե պետք է խնդրես, համոզես, այլ դու մարդկանց հնարավորություն ես տալիս, որ մարդիկ կան գումար աշխատեն, որտեղ մենք մարդկանց երկու բան ենք առաջարկում։ Առաջինը դա լավ պրոդուկտ ձեռք բերելն է, որի մեջ չկա քիմիա, եւ մենք դրանով իսկ օգնում ենք, որպեսզի մարդիկ ապահովագրեն իրենց եւ իրենց շրջապատի մարդկանց, իրենց հարազատ բարեկամների առողջությունը, եւ երկրորդը մենք մարդկանց տալիս ենք գումար աշխատելու հնարավորություն, այն էլ ինչ հնարավորություն, այստեղ կարելի է անսահմանափակ գումարներ աշխատել։ Եվ այդպես արդեն գնալով աստիճանաբար մոտ մի ամիս գրանցվելուց հետո ես չեմ գրանցումներ չեմ արել, տակ շուկայից քիչ, այսպես հա, քիչ սկսեցի գրանցումներ անել, համացանցում ինձ մոտ 1 ամիս չէր ստացվում գրանցում անել, որտեղ ես ընդհանրապես տեխնիկայից հեռու էի եւ զրոյից սովորում էի, շատ դժվար էր ինձ համար, փորձում էի հաղթահարել այդ դժվարությունները, բայց հետո երբ որ արդեն աստիճանաբար սովորեցի այդ հմտություններին, սկսեցի քիչ-քիչ գրանցումներ անել։ Հետո այն մարդով սկզբից ընդհանրապես չէր կարողանում գրանցումներ անել, սկսեց օրական միջև 10 եղել է գրանցում եմ արել 5 հոգի, 10 հոգի եւ դրան ուներ միայն մեկ պատասխան, որ ես կարելի ասել օրը 24 ժամ ռեկրուտինգ էի անում սոցկայքերով անընդհատ ակտիվ էի եւ իմ քունը կարծես թե փախել էր, գիտեք ինչի, որտեղ երբ որ ես սկսեցի նոր համագործակցություն, ինձ մոտ ֆինանսական լուրջ խնդիրներ կային, որովհետեւ այդ ժամանակ ես ինչպես նշեցի, պատրաստվում էի վիրահատության, ամուսինս այդ պահին չէր աշխատում եւ մեզ մոտ այսպես խնդիրներ էին առաջացել, նաեւ մեր բիզնեսների համար այդ ընթացքում մենք բավականին շատ վարկեր էինք վերցրել եւ նաեւ այդ վարկերը պետքա փակեինք
Ճիշտ է, այդ տարիների ընթացքում բիզնես անելուց տարածքներ էին ձեռք բերել, բայց այդ հազիվ կարողանում ենք այդ վարկերով այդ վարկերը փակել եւ դե բնականաբար ընտանիք, արդեն երեխաներ, սկսվում էր արդեն այն շրջանը, որ երեխաները պետք է պարապմունքի նաեւ հաճախեն։ Մի խոսքով աղջիկներ ջան, ես ինձ այսպես պատին էի կամել եւ այլընտրանք ինձ մոտ չէի թողել, ես ինքս ինձ խոստացել էի հաջողել, որովհետեւ տեսեք, երբ որ դու երկմտանքի մեջ ես լինում, մտածում ես, լավ, եթե սա չլինի, ես ուրիշ բան կփորձեմ, դու չես կենտրոնանում այդ աշխատանքի վրա, բայց եթե դու որոշում ես կայացնում հաջողել, քեզանից մի բան է մնում, անընդհատ նաստավնիկիդ հարցախեղդ անել, ես իմ նաստավնիկներին ուղղակի հարցախեղդ էի անում, ես իրանց օր ու արև չէի տալիս գրում էի, տեսնում էի ուշ էին պատասխանում, զանգում էի, զանգին չէին պատասխանում, էլի էի գրում, այնքան մինչև իմ հարցի պատասխանը գտնում էի, որովհետև ես ամեն օր նյութեր էի լսում ու ամեն օր լսած նյութերից իմ մոտ նոր հարցեր էին առաջանում, իսկ ես ուզում էի հարցերի պատասխանը գտնել, որպեսզի շուտ հաջողել։ Եվ հենց դա էր, վստահաբար կարող եմ ասել, որ հաջողության ինչ-որ վերելակ չկա, մենք պետք է աստիճաններով բարձրանանք այդ հաջողության ճանապարհը, եւ հենց դրա շնորհիվ էր, որ մի տարում դարձա տնօրեն, հետո ավագ տնօրեն, հետո իրար հետևից մի կատալոգի ընթացքում հաստատեցի եւ տնօրենս եւ ավագ տնօրենը, ստացա իմ խոշոր պարգևավճարները, գիտեք, որ տնօրենի հաստատման համար ընկերությունը 1000 եվրո պարգևավճար է տալիս, հետո ավագ տնօրենից պարգևավճարը ստացա եւ այդպես Շնորհակալություն Սուսաննա ջան, որ կիսվեցիր քո խորհուրդներով, քո անցած ճանապարհով։ Կարծում եմ շատ հետաքրքիր եղավ նամանավանդ մեր նոր աղջիկների համար, որ գալիս ես բիզնես ու ինչ որ դժվարության հանդիպում, երբ որ մարդիկ քո առաջարկին լուրջ չեն վերաբերվում, կամ կասկածով են վերաբերվում, կամ մերժում են, ասում են, չէ, ես չեմ ուզում օրինակ համագործակցել, գալ, աշխատել, դա ինձ հետաքրքիր չի, քեզ մի տեսակ թվում է, որ էլ այս աշխարհում մարդ չկա, ով կգա բիզնես։ Հա, Քնար ջան, իդեպ ասեմ, որ ինձ համար ամենացավալին այն էր, որ իմ ընտանիքի անդամները չէին հավատում, չէին վստահում, իմ ամուսինը միշտ ինձ ասում էր, որ քեզ խաբելու են, ես ճիշտ սկզբնական շրջան փորձում էի իրեն համոզել, բայց ապարդյուն էին ասում, մենք բանավեճի մեջ էինք ուղղակի այսպես մտնում, հետո ես հասկացա, որ անիմաստ է, իմ էներգիան ու ռեսուրսները ոչ թե պետք է ծախսեմ ամուսնուս այդ բանավիճելու վրա, այլ պետք է իրան արդյունք ցույց տամ, իրեն ապացույց նաև, կարծում եմ հենց դա էլ ինձ համար խթան հանդիսացավ, որ ես հաջողեմ բիզնեսում, որովհետև հետո գիտեք, երբ որ դու երեխաներ ես ունենում, այդ ժամանակ իմ մեծ տղան 15 տարեկան էր, միջնեկս 12 տարեկան, դու կենթանի օրինակ ես քո երեխաների համար, եւ քո երեխաները ոչ թե պետք է տեսնեն անհաջողակ մոր կերպար, որովհետեւ տեսեք մի այսպիսի տեսություն կա, որ հա հայրներ, մայրներ երեխաների դաստիարակության վրա մեծ գործոն են ունենում, բայց մայրը քանի որ միշտ տանն է լինում, ինքը կենթանի օրինակ է ծառայում եւ քո երեխաները պետք է տեսնեն ուժեղ մոր կերպար, որպեսզի իրենց համար էլ հա դու լինես հիմնակար հետագայում, որովհետև կյանքը հեշտ չի, կյանքը բազում դժվարություններով լեցուն է, որպեսզի իրեն կարողանան պայքարել եւ դրա համար շատ-շատ կարեւոր է, որ իրենց մայրը ուժեղ լինի, ինքնավստահ լինի եւ չտեսնեն ընկճված մոր, որ հետագայում իրենք էլ ընկճված չլինեն։ Այնպես որ աղջիկներ ջան, եթե կա նպատակ, իսկ ես ձեզ ասեմ, որ նպատակը շատ-շատ կարևոր է, եթե դեռ նպատակ չեք դրել, անպայման ձեր ամիջական նաստավնիկների շնորհիվ նպատակներ կազմեք, հարցրեք ձեր նաստավնիկին, հա, ինչպես դնեք նպատակ, որովհետեւ տեսեք, շատ-շատ մարդիկ դադարում են երազելուց, երբ որ տեսնում են, որ իրենց գրպանի պարունակությունը, իրենց դրամապանակի պարունակությունը չի բավարար իրենց նպատակները իրականացնելու համար, բայց հավատացեք, դուք այստեղ կարող եք ամենամեծ նպատակները իրականություն դարձնել, դրա համար շատ կարևոր է գրեք նպատակ, քանի որ սկզբում մարդու գլխում ցանկությունն է առաջանում, հա, օրինակի համար ուզում եք ճանապարհորդել, նո օրինակ եմ բերում, մեկը մեքենա է ուզում առնի, մեկը տուն է ուզում առնի, օրինակի համար ձեր գլխում առաջանում այդ միտքը, ցանկությունը, այդ ցանկությունը դուք պետք է դարձնեք երազանք, երազանքը պետք է դարձնեք նպատակ, հետո նպատակը պետք է պլանավորեք, հետո տակ ինքներդ ձեզ առաջադրանք ու գործեք, որովհետև երազում են բոլորը, բայց նպատակին հասնում են շատ քիչ մարդիկ, տարբերությունը որն է, երազում են բոլորը նստած ոչ մի բան չեն անում, իսկ նպատակին հասնում են մարդիկ, ովքեր գործողություն են իրականացնում, այնպես որ սիրելիներս ուղղակի պետք է նպատակ դնել եւ ամեն օր անել ձեր մաքսիմումը, որ հասնեք ձեր նպատակին, եւ այս վերջերս mən շատ հետաքրքիր այսպիսի գաղափար լսեցի Սայիդ Մուրադ Դովլատովից, եթե չեմ սխալվում, շատ եմ լսում իրեն, ձեզ խորհուրդ կտամ լսեք իրեն,
ինքը այնպիսի մարդ է, որ բավականին շատ ֆինանսական խնդիրներ ունենալով իր նպատակասլացության շնորհիվ մի քիչ մեծ անգամ տարիքում հասել է հաջողության ու ինքը այսպիսի մի վարկած առաջ բերեց, որ աղքատությունը դա փողի բացակայությունը չէ, դա նպատակի բացակայությունն է, իսկ հարստությունը դա ոչ թե փողի քանակն է, այլ դա մարդու ապրելակերպն է, մարդու կենսակերպն է ու փողը դա ուղղակի էներգիա է։ Պետք է դուք միշտ պատկերացնեք, որ պետք է շատ փող ունենաք ու ամեն ինչ ձեզ մաքսիմում անեք, հա, որ հասնեք ձեր նպատակին։ Աղջիկներ Սուսաննան հիշացրեց, որ ես ձեզ չաթում հիմա տամ Սայիդ Մուրադ Դավլաթովի գիրքը, բարի երեկո Անի ջան, Սայիդ Մուրադ գիրքը, հա, ես դրեցի, ճիշտ է, աուդիո գիրքը, ռուսերեն է, երբ որ դրսում զբոսնում եք, քայլում եք, աման եք լվանում, ճաշ եք քեփում, այս գիրքը ձեր մոտ YouTube-ում պահպանեք ու լսեք մինչև վերջ, ինքը այնքան նուրբ տոչնի խորհուրդներ է տալիս ցանցային մարքեթինգի բիզնեսի վերաբերյալ, նույնիսկ ոնց պիտի խոսաս, ինչպես պետք է ինքնավստահ լինես, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնես բիզնեսում, շատ լավ գիրքը, բավականին երկար է, բայց որ սկսեք լսել, մի շնչով կլսեք, գիրքը շատ լավն է, դրեցի ես։ Հեսա ես է կվերցեմ Չնարդյան կլսեմ, որովհետև ես էլ միշտ սիրում եմ ականջակալները դնել, հատուկ ժամանակ չեմ ունենում աղջիկներ ջան, որովհետև տեսեք երեք երեխաների մայր, փոքրից 3 տարի նոր ա լրացել, ամբողջ օրը վազքի մեջ եմ ու մեր տանը լրիվ տղամարդ են, աղջիկ չկա որ ինձ օգնի, ամբողջ օրը վազքի մեջ եմ ես եւ ուսուցումները միշտ լսում եմ ականջակալներով ճաշ պատրաստելուց, աման լվանալուց, տները մաքրելուց, բայց անպայման տետրուկրիչ եմ ձեռքից տակվան, որտեղ միշտ յուրաքանչյուր ցանկացած նյութից ինչ որ կարևոր բան է լինում, որ ես ինձ մոտ գրի առնեմ եւ դա շատ կարևոր է։ Շնորհակալություն շատ Սուսաննա ջան, որ միացար, քո ժամանակը տրամադրեցիր մեզ։ Աղջիկներ ջան, ինչ որ մեկը հարց ունի Սուսաննային, թե թողենք գնա արդեն հոգնած կլինի։ Ով հարց ունի Սուսաննային։ Եթե հարց կա, Նարեկի մոտ կարևորը մարդ կա, թե չէ եթե Նարեկը հիմա ստեղ լիներ, չէր թողնի։ Այո, ինքը չէր թողի մենք խոսանք հաստատ։ Բավականին ակտիվ է, ուրեմն ջան, այս վերջերս ապրանքը ստացել եմ, նկարում եմ, որ շատ տեղադրեմ։ Մեկ է ոնց հաջողացեց, իրան մանկական շամպույն է վերցրել, հենց այդ շամպույնը վերցրեց, եկել է կանել է կամերայի դեմոս, խոսում է։ Խոսում է, պատմում է։ Ասեմ, հեսա մի քանի տարի հետո էլի չի թողնելու ես գովազդ անեմ, հեսա կտեղադրեմ աղջիկները թող տեսնեն Նարեկի գովազդը։ Միադիր Նարեկի գովազդելի ես կգշմա։ Հեսա վերջացնե կտեղադրեմ անպայման։ Так, ով ունի հարցեր մեր Սուսաննային Բանդուրյան, երեխեք ես ձեզ խորհուրդ եմ տալիս, հետևեք Սուսան Բանդուրյանի էջերին, սոցցանցերում, Facebook, Instagram, YouTube, անպայման հետևեք իր էջերին, ինքը շատ սիրուն էջ ա վարում, շատ հետաքրքիր, իր ընտանիքի մասին, իր երեխաների մասին, իր բիզնեսի մասին, անպայման հետևեք իր էջին։ Ու դուք էլ կսովորեք, որտեղ մեր աղջիկները նոր են սովորում սոցցանցերը վարել։ Սուսաննա ջան, մի հարց էլ տամ էլի, դու որ եկար բիզնես, ոնց եղավ, որ դու սկսեցիր, ես լավ չեմ հիշում, մենք վաղուց ենք միասին անցել, իհարկե, լավ չեմ հիշում այդ պատմությունն էլի, ոնց դու սկսեցիր ինչ-որ վիդեոներ դնել, ֆոտոներ շատ դնել կամ կիսվել, ոնց ես դու հաղթահարել այդ կոմպլեքսները քո մեջ։ Դա ինձ համար բավականին դժվար էր, Քնար ջան, ես վախերի հետ կապված նյութ ունեմ ու այդ նյութի մեջ հենց շեշտում եմ նաև այդ առաջի այդ վախերը, հա, որ հաղթահարեցի, նու սոցկայքերում այդքան էլ ակտիվ չէի, որովհետև ժամանակ էլ չկար ճիշտ ասած ակտիվ լինելու եւ երբեմն այդպես տեսնում էի մարդիկ կային ամեն օր նկար էին գցում, ասում եմ, բայց մարդիկ տեսնեն ժամանակ ունեն, այսքան անդադ նկար են գցում, բայց աշխատանքի բերումով, քանի որ մեր աշխատանքը նաև բլոգավարության հետ է կապված, եթե ուզում ենք մենք ունենալ ավելի լավ, հա, հաջողված բիզնես, շատ կարևոր է էջի զարգացումը, որովհետև դա մեր անձնական բրենդն է, եւ մեր բիզնեսի մեջ, ինչպես ասեն, մարդը մարդու վրա է գալիս, դրա համար շատ կարևոր է լավ էջ վարելը։ Սկզբնական շրջանում բնականաբար միայն փորձում էի նկարներ դնել, ինչ որ մոտիվացիոն, հա, այդպես բնույթի, հետո
Ինչպես սկսվեց, նախ 200 թիմային շրջանառություն էի անում, հիշում եմ, որ ինձ ասացի Սուրճ ջան, դու արդեն պետքա դու ուսուցում տաս քո թիմին, որովհետև դու նաստավնիկ ես ու 200 բալանոց թիմ ունես։ Ես ճիշտ է, գիտեք բնավորությամբ ինչպիսին եմ, շատ բաներ կա, որ ես լսում սկզբից այսպես խառնվում եմ իրար, բայց ցույց չեմ տալիս։ Հեռախոսը անջատեցի, մտածում եմ, բայց ո՞նց։ Դե այդ ժամանակ Քնարիկ Խաչատրյանն էր իմ թիմի համար էլ, հա, ուսուցում այդպես տալի, ընդհանուր ուսուցում էր լինում։ Ասում եմ, բայց ո՞նց ես կարող եմ այդ ամեն ինչ անեմ, ու հիշում եմ առաջի ուսուցումս դրեցի լիդերության հետ կապված ուսուցում։ Այդ իմ ուսուցման ձայնագրությունն էլ կա, ես հիմա որ նայում եմ, զգում եմ էլ ինչքան վատ ուսուցում եմ ես վարել, կարմրել էի ամբողջ դեմքով, լարված էի, բայց փորձում էի հաղթահարել այդ ամեն ինչը, որովհետև ես մի անգամ շատ կարևոր խորհուրդ լսեցի, որ ցանցային բիզնեսում այն մարդկանց ձեռքը շատ փող կա, ում ձեռքը մարկեր կա եւ միկրոֆոն։ Այդ խոսքերը ինձ համար շատ տպավորիչ էին, ու ես հենց հիմա էլ շատ մեծ երազանք ունեմ, որ լավ խոսնակ լինեմ, ճանաչված խոսնակ, այդ իմ համար մեծ երազանք է, մեծ երազանք ունեմ, որ 100 տնօրեն լինի իմ թիմում եւ բեմի վրա մի ամբողջ, այսպես ասած, բեմ մենք զբաղեցնենք, իսկ դրա համար պետքա շատ աշխատել, դրա համար պետքա շատ մեծ էներգիա ջանք դնել, որ հասնեմ իմ նպատակին։ Այդպես սկսվեց իմ առաջի ուսուցումը, հետո արդեն կենթանի սեմինար էր, մոտ 100 հոգանոց, եթե չեմ սխալվում, բավականին մեծ սեմինար էր ու պետքա հենց այդ թիմի առջև ես ելույթ ունենայի, հա, կենթանի սեմինարին, էլի ինձ համար ահավոր դժվար էր, շատ մեծ հուզմունք եմ հաղթահարել։ Երկրորդը արդեն, երբ որ տնօրեն դարձա, ուղիղ եթերներ էի անում պարբերաբար ամեն կատալոգի ավարտին, որտեղ իմ թիմում շատ ստատուսներ էին լինում եւ ես միշտ այդպես ստատուսները ուղիղ եթերով շնորհավորում էի։ Առաջի եթերից 3 հատ վալերիանկա եմ խմել, որովհետև ահավոր էի հուզվում, ահավոր, իսկ կողքից որ նայում են, թվում է իմ մոտ այնքան հենց այդպես հա սկզբից եկել եմ, հեշտ ստացվել է, բայց ես լիքը դժվարություններ եմ հաղթարել, որտեղ ես ինքս կոմպլեքսներով մարդ եմ եղել, ես ինքս չշփվող մարդ եմ եղել իրականում, եւ իմ համար բավականին դժվար է եղել շատ այդպիսի կոմպլեքսներ հաղթահարելը, մինչեւ հիմա ես լիքը կոմպլեքսներ եմ հաղթահարում, բայց ես հասկանում եմ, որ եթե ուզում ես փոխել կյանքդ, նախ առաջինը պետք է պատասխանես ինքդ քեզ փոխել, որտեղ եթե դու չփոխվես, քո կյանքը կմնա այնպիսին, ինչպիսին որ կար։ Եվ դրա համար շատ կարևոր է ինքնազարգանալը, ինքնակրթվել, իսկ դրանք հիանալի հնարավորություն է տալի, որ դու ինքդ քեզ ճանաչես։ Եվ երբ որ ուղիղ եթերը միացավ, այսպես աշկս ընկավ, տեսնում եմ այդ իմ բարեկամներից, ծանոթներից միանում էին եթերին, այնտեղ գրում է, չէ, որ այս մարդը միացավ։ Վայ, ես ճիշտ ասած ուղղակի ավտոմատ անջատեցի այդ պահին, հա, որտեղ հուզմունքս էլ չէի կարողանում այդ իմ էմոցիաները զսպել, բայց հետո հասկացա, որ չէ, սա հարցի լուծում չի, որովհետև ես ընտրել եմ ճանապարհ, որտեղ շատ մեծ փող կա, շատ մեծ փող կա, ու դրա համար պետքա ես այդ դժվարությունները, այդ կոմպլեքսները հաղթահարեմ։ Ես միացրեցի, պատճառաբանեցի, որ կներեք տեխնիկական խնդիրներ կային իմ մոտ եւ շարունակեցի։ Ու այդպես արդեն ինձ համար դարձավ սովորական երևույթ, առ այսօր ուղղակի պետքա անընդհատ կրկնել, եթե դու ունես նպատակ, տեսեք, ես հենց այնպես չի, որ նպատակ դրեցի, նպատակի մասին խոսեցի, եթե դու ունես նպատակ, ուրեմն պետքա պայքարես անուն քո նպատակի, իսկ պայքարը հենց իրենից այդպիսի բան է ներկայացնում, դու պետք է այդ խորտուբորտ ճանապարհը, քո ճանապարհին առաջացած փշերը, ուղղակի աջ ու ձախ նետես այդ քարերը։ Քո հետ ես պայքարում։ Դու ինքդ քո հետ ես պայքարում, քան թե ինչ որ մեկի հետ ես պայքարում, դու ինքդ քո կոմպլեքսներն ես հաղթահարում, հա, վայ ես խոսալ, չգիտեմ, մի դեպքում, վայ ես չեմ կարա վիդեո դնեմ ինտերնետում, ես չեմ կարա, այս անում, ես չեմ կարա, դու ինքդ քո հետ ես անդադ պայքարի մեջ։ Ահա, հա, դու դրա համար պետքա գերազանցես։ Ես չեմ կարա առաջարկեմ, ինքը ինձ կասի ոչ, չէ՞։ Հա, ահա, դա ուղղակի քո մտածածին մտքերն են, որոնք որ իրականության հետ չեն համապատասխանում, եւ ուղղակի սովորույթ է, մեր մեջ կոմպլեքսներ են, որոնք որ երևի թե մեր նախնիներից են եկել, մեր դաստիարակությունից է եկել, ու դրա համար դու պետք է ամեն օր ինքդ քեզ գերազանցես ու երեկվա քո օրինակից ավելի լավը լինես հենց այսօր, վաղը լինես ավելի լավը, քան այսօր էիր։
ու այդպես ինքդ քեզ ամեն օր հաղթահարելով, քո օրինակի ամենալավ տեսակը դառնալով պետք է ուղղակի առաջ գնաս։ Այո, քեզանից ավելի լավը դառնաս, ինքդ քեզ գերազանցես, ինքդ քո հետ համեմատվես, այս մարդը օրինակ եմ ասում, օրինակ տես քեզ պատահել են բիզնեսում մարդիկ, ովքեր դու իրենց հետ խոսում ես, դա ես շատ մարդկանց հետ եմ շփվում, ինձ օրը 100 հոգի գրում է սոցցանցերով, մեկը սենց ասում, մեկը նենց ասում, ու շատ են հանդիպել մարդիկ, ովքեր ասել են, այդ բիզնեսը իմ մոտ չի ստացվել։ Երբ որ տենց մարդկանց հետ հանդիպում ես, պետք է աշխատես իրենց հետ չշփվես, որովհետև իրանք փորձում են միշտ վատաբանել բիզնեսը։ Հələ ես չեմ հանդիպել մարդ, որ ասի ես սխալ էի կամ ես ժամանակ քիչ էի տրամադրում, ես լավ չէի աշխատում, ես ուսուցումների չէի մասնակցում, ես բիզնես պրեզենտացիա չէի գրում, հա, ես առաջարկ չէի անում մարդկանց եւ այլն։ Սա ասում են, որ Եթե չի ստացվել, իմ մոտ դա լուրջ չի կամ այդտեղ իմ մոտ չի ստացվել, սենց են ասում, իմ մոտ չի ստացվել։ Ու ես միշտ հարց եմ տալիս, օրինակ մարդկանց ասում եմ, իսկ կարելի է իմանալ ինչն է պատճառը եղել քո մոտ, որ չի ստացվել։ Քեզ ուսուցում չեն տրամադրել կամ դու չես ժամանակ տրամադրել։ Մեկ էլ սկսվում է։ Հա, ճիշտ ասած երեխեքս փոքր էին ու ես ժամանակ չունեի բիզնեսի համար։ Ես մի քանի հոգու ասեցի, ինձ ասեցին ոչ։ Հա, ասենք մի 5-10 հատ ոչ է ստացել, մտածում եմ, որ ոչ մեկ չի ուզում էս բիզնես ու ինքը չի մտածում, որ միգուցե ես նենց չեմ առաջարկել, ես ճիշտ չեմ բացատրել, չէ՞ որ այդպես է կարելի լինի։ Իրականում քնար ջան համամիտ եմ, այդ դրա հետ կապված Արկադի Շարովը շատ լավ նյութ ունի, որ երբ որ պահակին հեռացնում են աշխատանքից, աշխատավայրում խմելու համար, ու երբ որ ինքը գալիս է տուն ու ասում է, ինչ են քեզ գործից հեռացրել, ինքը չի ասում, որ խմելու համար են ինձ հեռացրել, այլ պատճառաբանություններ է գտնում, որ տնօրենը լավը չէր, լավ չէր վերաբերվում, նորմալ աշխատավարձը չէր տալիս, եւ ես միշտ նմանեցնում եմ, հա, որովհետև իրականում տեսեք աղջիկներ ջան, բոլորից հավասար հնարավորություն անձեռված եւ հաջողելու համար ուղղակի պետքա մի քանի կետ անել, պետքա լինել համառ, համբերատար, շատ կարեւոր է համբերատար լինելը, ունենալ դրական մտածելակերպ, այդ էլ շատ կարեւոր է, եւ ամենօրյա կապի մեջ լինել նաստավնիկի հետ ու նաստավնիկի խորհուրդները լսել ու կիրառել։ Տեսեք, ես ընդհանրապես իմ կյանքում չեմ սիրել ոչ մեկին կրկնօրինակել, միշտ ունեցել եմ իմ օրինակը, բայց երբ որ ես եկա բիզնես ու հասկացա բիզնեսի նրբությունը, որ այստեղ պետք է դու քո նաստավնիկին կրկնօրինակես, որովհետեւ քո նաստավնիկը հենց այդ գործողությունները անելով ինքը հասել է հաջողության։ Ես սկսեցի կրկնօրինակել Քնարիկ Խաչատրյանին, որտեղ ինքը այդ ժամանակ արդեն քնար ջան, դու այդ ժամանակ Ադամանդե տնօրեն էիր, հա, եթե չեմ սխալվում, 6 տարի առաջ։ Հա, իմ հիշելով դու այդ ժամանակ արդեն Ադամանդե տնօրեն էիր, ու ինձ համար շատ մեծ օրինակ էր Քնարիկ Խաչատրյանը։ Ես իր հետ միշտ խոսել եմ Տետրու Գրիչով, իմ անմիջական նաստավնիկի հետ էլ միշտ իրանց հետ խոսալուց ես Տետրու Գրիչեր իմ ձեռքի տակ, որովհետև ամեն անգամ մի հատ կարևոր խորհուրդ էր լինում, ու ես միշտ այդ խորհուրդները գրի էի առնում, հեռախոսը անջատում էի ու սկսում էի կիրառելը։ Որովհետև տեսեք աղջիկներ ջան, մեր բիզնեսում նաև չի հաջողում այն մարդը, ով իր նաստավնիկին չի լսում, ով ճիշտ դուպլիկացիա չի անում իր նաստավնիկին, դրանք շատ կարևոր են։ Շատ կարևոր է բոլոր ուսուցումներին մասնակցել, թե on-line, թե off-line, որովհետև դրանք հենց այս շահերից են բխում, քանի որ տեսեք մենք այստեղ մարքետոլոգի մասնակցություն ենք ձեռք բերում եւ բնականաբար դրա համար շատ կարևոր է սովորել, քանի որ մենք գիտակցում ենք, որ ցանկացած մասնագիտություն ձեռք բերելու համար մարդիկ 4 տարի սովորում են, իրավաբան, բժիշկները դե вообще 10 տարի են սովորում, ուսուցչուհի, յուրաքանչյուր մասնագիտության համար պետքա 4 տարի սովորել եւ հետեւաբար այստեղ մենք անվճար համ սովորում ենք, համ աշխատում ենք, որտեղ տեսեք մեր ժամանակը անիմաց չենք վատնում, քանի որ բուհերում մարդիկ 4 տարի այդքան ծախս են անում, ուսուցման գումար են, չէ՞ տալիս եւ նաեւ ժամանակ է գնում, բայց այստեղ մենք այդ ամեն ինչը մեր երեխաներին խնամելով չի տուժում ոչ ընտանիքը, ոչ բիզնեսը, եթե մենք ճիշտ ենք կազմակերպում մեր օրվա ռեժիմը, ժամանակի պլանավորումը ճիշտ ենք իրականացնում եւ հետեւաբար այստեղ նաեւ անձնական աճ է տեղի ունենում։ Մենք ավելի կատարելագործվում ենք օրորի, հենց մեր բիզնես նյութերի շնորհիվ, քանի որ այստեղ տեսեք մենք նաև հոգեբանություններ ենք ուսումնասիրում,
դառնում ենք եւ գիտակից մարդ։ Ուղղակի պետք է ամեն օր նաստավնիկի հետ անմիջական կապի մեջ լինեք, որ ցես սպասեք նաստավնիկը կոպիտ ասած ձեր հետևից ընկնի, որտեղ նաստավնիկի թիմում այնքան շատ մարդիկ կան, ինքը ուղղակի ժամանակ չունի, եթե ուզենա չի կարա բոլորի հետևից ընկնի։ Նաստավնիկները միշտ հետևում են կապի մեջ են այն մարդկանց հետ, ովքեր անմիջական նաստավնիկը տեսնում է, որ այդ մարդը պատասխանատվության զգացում ունի, նպատակասլաց է, ինքը ուզում է այստեղ ինչ-որ մի բանի հասնի, որովհետև մարդը, ինչպես ասում են, ով չի ուզում իր երազանքն իրականացնի, ով նպատակ չունի, իրան օգնելն անհնար է։ Ոչ թե այստեղ մարդկային գործոնն է խոսում, որտեղ բոլորիդ էլ սիրում հարգում է նաստավնիկը, ես էլ օրինակ իմ թիմում ով կա, իրանց բոլորին որպես մարդկային, տեսանկյունից սիրում հարգում եմ։ Բայց բիզնեսի մեջ, ինչպես ասում են, բիզնեսը բիզնես, ընկերություն։ Ես ավելի շատ ժամանակ եմ տրամադրում այն մարդկանց վրա, ովքեր որ տեսնում իրենք ոգևորված, ոգեշնչված ուզում են այստեղ մի բանի հասնեն, հաջողեն, գումար աշխատեն։ Այնպես որ աղջիկներ ջան, այստեղից հետևություն, որ դուք պետքա ձեր նաստավնիկին ուղղակի հարցախեղտանեք ամեն օր, օրվա մեջ մի քանի անգամ անընդհատ հետադարձ կապի մեջ լինեք, լսեք ձեր նաստավնիկի ոսկե խորհուրդները, որովհետև ինչպես ասում են, խորհուրդը անգին է, բայց այդ խորհուրդները այստեղ տրվում է անվճար։ Գնահատեք այդ հնարավորությունը եւ օգտագործեք։ Այո, ամենակարևորը անել։ То есть ինչ որ նաստավնիկը խորհրդվեց, ես հիշում եմ, որ իմ նաստավնիկը ինձ ինչ որ բաներ խորհուրդ տալիս, ինձ ահավոր դժվար էր դա անել։ Ես հիշում եմ, որ ես երբ որ ինքը ինձ մի բան էր ասում, ես դաժե չէի ուզում այդ անել։ Հետո հեռախոսը դնում էի, մի քիչ էս կոմենտում, մի քիչ չէի անում, մի քանի ժամ, բայց հետո մի քանի ժամ հետո ասում էի, չեք նարիք։ Դու իրանցից խորհուրդ հարցրե, ինքը ինչ ասել է, դու այդ պետք է անես։ Որ եւ հրաշք անում ես նաստավնիկի ասածը ու պարզվում է, որ ինքը ճիշտ է, ու դաժե ինքը քո հարցը քեզանից լավ գիտի, դու այդ հարցը ինչի ես տալիս։ Ինքը մի քանի քայլ միշտ ավել գիտեր։ Ու ես շոկի մեջ եմ, միշտ ասում եմ, ո՞նց է այս մարդը գուշակում, այդքան ճիշտ տոճնի խորհուրդ տալիս։ Իրոք երեխեք, ինձանից դուք բոլորդ է խորհուրդ հարցնեք, ովքեր կան այս խմբում, միշտ կապի մեջ են, միշտ խորհուրդ են հարցնում ինձանից։ Բայց հարցը դրանում է, քանի տոկոսն եք դուք այդ խորհուրդների անում։ Դուք պետք է աշխատեք, ես ձեզ մի բան ասեմ, ոչ թե զուտ նրա համար, որ դա իմ խորհուրդն է։ Չէ, ես ինքս իմ ոչ անձը, ոչ էլ իմ գիտելիքներ, ես չեմ գերագնահատում։ Բայց ես մի բան գիտեմ, որ եթե իմ խորհուրդը ով անում է 100%-ով ինքը հաջողում է բիզնեսում։ Պրոստը հենց այն ինչը որ ես ասում եմ, ոչ այս կողմ, ոչ այդ, ոչ ցախ, ինչքան էլ որ դժվար է, ինչքան էլ որ բարդ է, եւ այո, հենց հաջողությունը, հենց ճիշտ գործողությունը, այդ այն դժվար գործողությունն է։ Երբեք ճիշտ գործողությունը հեշտ չի լինում։ Այսինքն, ինչ որ հեշտ է, մենք ուզում ենք այդ չէ առաջինը անենք։ Ինչն է հեշտ անել, ասենք օրինակ եմ ասում, այսօր մեր աղջիկներից մի քանիսի հետ խոսացել եմ, աշխատանքի հայտարարություններ են ստեղծում աղջիկները, չէ՞։ Հրավիրում ենք աշխատանքի օնլայն աշխատանք, օնլայն բիզնես ազատ գրաֆիկ, անսահմանափակ աճող եկամուտ։ Ինչքան հեշտ է արդեն իրանց համար սա սարքելը։ Ես ասում եմ, լսի, դու արդեն կարող ես ավելի հետաքրքիր վիդեո սարքես։ Դու կարող ես ավելի հետաքրքիր իմաստալից մի բան սարքես։ Ու սա սպասում եմ, թե երբ պետքա սարքի ինքը։ Հասկանում ես, որտեղ այ դժվար է, մի նոր բան անելը դժվար է միշտ, բայց հենց այդ է տալիս զարգացումը։ Հենց այդ է տալիս առաջընթացը բիզնեսում։ Ոչ թե հեշտ գործողությունը, այլ դժվար գործողությունները։ Ու մենք չպետք է վախենանք դժվար գործողություններից։ Ինչը դժվար է, հենց այդ մեզ զարգացնում է։ Դե ինչ աղջիկներ, արդեն ժամը կեսով ենք եթերում ենք, Սուսաննա Բանդուրյան, անչափ շնորհակալություն քեզ մասնակցելու համար, խորհուրդներ տալու համար, ես կարծում եմ, որ անգին խորհուրդներ տվեցիր մեր աղջիկներին, համբուրում եմ քեզ, գրկում եմ Գերմանիայից Հայաստան, թուշիկներ պատճում եմ, անչափ շնորհակալ եմ մեր աղջիկներին ոգեշնչելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, բավականին դրական էներգիա եկավ։ Շատ ուրախ կլինեմ, որ օգտակար լինեմ։ Ես է քեզ եմ շատ համբուրում, Քնար ջան, ջերմ, այսպես փաթաթվում եմ, կարոտել եմ քեզ։ Այնպես որ այս տարի ամեն ինչ արա, որ գաս։ Այո, սիրով։ Դե ինչ աղջիկներ, բարի գիշեր, արդեն շատ ուշ է։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում կլինենք կապի մեջ, շաբաթ օրը կհանդիպենք Business Million խմբում ուսուցման ժամանակ։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։